Ողջույն բոլորին, ձեզ հետ նորից ես եմ Աննան, նախ եկել եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդպիսի մեծ ակտիվության համար, որը որ դուք ցուցաբերել եք իմ նախորդ հոլովակում, ովքեր որ չեն տեսել կարող են անցնել եւ նայել։ Ես անկեղծ չէի սպասում, որ այդպիսի ակտիվություն կլինի իմ YouTube-յան հարթակում, ինչի համար իհարկե շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ, շատ մարդիկ ինձ միացան, ինձ գրեցին եւ ես հիմա որոշել եմ այսպիսի ընթացիկ վիդեոներ նկարեմ, կարելի ասել վլոգի նման, տարբեր օրերի կնկարեմ եւ միասին կտեղադրեմ։ Ինձ թվում է ձեզ էլ հետաքրքիր կլինի։ Այսօրվա այսպիսի մի փոքրիկ թրեյլեր ասեմ, թե ինչ է սպասվում։ Նախ ուզում եմ ցույց տալ ձեզ իմ ընթացիկ գրքերը, իմ նոր գնած գրքերը եւ այն գրքերը, որոնք որ ես պլանավորել եմ կարդալ օգոստոսին։ Այսօր հուլիսի 29-ն է։ Ես իհարկե ամսվա վերջ, ամեն ամսվա վերջ պլանավորում եմ հաջորդ ամսվա գրքերը, բայց լինում է որ ինչ-որ բաներ ավել եմ կարդում, լինում է ինչ-որ մի բան չեմ կարդում, եւ մինչ անցնելը արդեն բուն մեր քննարկման թեմային, ես ուզում եմ ասել, որ ես բոլորիդ մեկնաբանությունները կարդացել եմ, ինձ շատ հետաքրքիր մտքեր եք տվել դուք։ Ես ինձ մոտ ամեն ինչ գրի եմ առնում, շատերը գրեցին, որ ցանկանում են տեսնել իմ գրապահարանները, անպայման այդպիսի մի վիդեո կլինի։ Գրեցին, որ իմ ֆիլմերի մասին են ուզում իմանալ, այդպիսի մի միտք էլ արդեն ինձ մոտ կա, իմ օրինակ նայած լավագույն ֆիլմերը, որ ես կառաջարկեմ ձեզ, եթե դուք ինչ-որ բան ունեք ինձ առաջարկելու, ես սիրով բոլորի նամակները կարդում եմ, գրեք մեկնաբանություններում, թե ինչ վիդեո կցանկանաք տեսնել։ Եվ այո, իհարկե ավելի երկար ֆորմատի վիդեոներ էլ լինելու իմ էջում, օրինակ հուլիսի ամփոփիչ գրքային ռիվյուները։ Ինձ նախորդ հոլովակի հետ կապված շատերը գրել էին, որ կարճ էր, իրականում 26 րոպե, ես կարծում եմ, որ ես պետք է այդքան անեմ, որ չձանձրանաք, բայց ինձ այսին, որ ես շատ կարճ եմ խոսում գրքերից, ուղղակի դե 41 գիրք էր, եթե ես ամեն մեկից առանձին երկար խոսեի, հավանաբար այդ վիդեոն կլիներ 1.5 ժամ, բայց այս արդեն հուլիսի օրինակ ամփոփիչ գրքերը ես կարող եմ ավելի երկար ֆորմատով անել, նույնիսկ կարծում եմ ուրիշ գրքեր էլ կլինեն, որ ես ավելի երկար, ավելի հետաքրքիր այդպես կներկայացնեմ ձեզ։ Ամեն դեպքում կսպասեմ ձեր մեկնաբանություններին։ Իսկ այս պահին ես ուզում եմ ասել, որ ես պատրաստում եմ ռիլեր նկարել, դուք կարող եք ինձ հետևել իմ մյուս սոցհարթակներում, մասնավորապես Instagram-ում, ես ամենաակտիվն եմ այնտեղ, առաջինը կիմանաք ամեն ինչ կտեսնեք։ Ես անելու եմ, պատրաստվում եմ նկարել գրքային լոտո unboxing։ Հիմա դուք կհարցնեք, թե դա ինչ է, իսկ ես ձեզ կասեմ, որ մենք գրքային աղջիկներով մի քանի հոգով խաղում ենք գրքային լոտո, այսինքն ձեր մամաները, տատիկները, պապաները, պապիկները, երբ որ իրենց աշխատավայրում լոտո են խաղում, դա արդեն ակտուալ է նաև մեր գրքային համայնքում, ամեն ամիս ոնց որ գումար են հավաքում եւ ամեն ամիս ինչ որ մեկի հերթն է, հուլիսը իմ հերթն է, արդեն երկրորդ անգամ եմ ես ստանում, բավականին շատ գրքեր կան, բայց սրանք այստեղ չեմ բացելու, կանցնեք իմ արդեն Instagram-ում դուք կտեսնեք։ Իսկ հիմա ես ուզում եմ ներկայացնել ձեզ այն գրքերը, որոնք որ ես այս պահին կարդում եմ։ Եվ այդ գրքերը 4-ն են։ Ոչ թե սա հուլիսյան իմ այն գրքերն են, որոնք ես հուլիսին եմ կարդացել, ես շատ գրքեր եմ կարդացել արդեն իսկ։ Դա արդեն հաջորդ վիդեոյում կտեսնեք։ Մնացել են այս 4-ը, բայց ես իհարկե ամբողջը չեմ հասցնի մինչև այս մի քանի օրը կարդամ, բայց ասեմ ձեզ իմանաք, ես Շանտարամը համարյա ավարտում եմ, որովհետև կեսից շատը ես աուդիոյով եմ լսել, այստեղ արդեն էջանիշս ակտուալ չի, վերջին երևի մի քանի էջերն է մնացել։ Կոնկրետ չեմ կարող ասեմ որտեղ եմ, բայց աուդիո գրքով եմ լսում ու շատ ընտիր աուդիո գիրք էր, այս գիրքը կոնկրետ թթվել է ինձ վրա, ես ամսվա սկզբից սկսել եմ ու մի ամիսա չեմ ավարտում, իսկ եթե ձեզ թվում է ինքը հաստ է դրա համար, ասեմ որ չէ, ուղղակի ինքը շատ երկար է ու ձանձրացնող երկար, բայց ես մտածում եմ, որ ես այս գրքի մասին պետք է առանձին YouTube-ի ֆորմատով խոսամ, որտեղ շատ հետաքրքիր փաստեր կան հեղինակի հետ կապված, ինձ թվում է ձեզ էլ կհետաքրքրի։ Բայց ես ավարտում եմ սա արդեն հուլիսի ամփոփիչում էլ կտեղադրեմ եւ ինձ թվում է ես արդեն տեսեք ինչքան եմ կարդացել, կավարտեմ Գաբրիել Գարսիա Մարկեսի Լյուբով во время чумы։ Մենք ունենք այս գրքից նաեւ հայերեն թարգմանությամբ, կարող եք դա դիտարկել, իրականում չեմ ուզում հիմա խոսել գրքերից, որտեղ առանձին ֆորմատով որ չկրկնվի կխոսեմ, բայց ասեմ որ շատ եմ հավանում։ Կարդում եմ Ջուլիան Բարնսի Աշխարհի պատմությունը 11 ու 2 գլուխներում, ես անկեղծ չէի սպասում, որ կարդալու եմ այն ինչ որ կարդում եմ, էլի չեմ ուզում խոսամ, բայց իրան շատ դանդաղ եմ ընթերցում, այստեղ կարող եք տեսնել, որտեղ իրան պետք է դանդաղ ընթերցել, ինքը այդ գրքերից է։
Եվ կարդում եմ Ջոն Իրվինգի Աշխարհն ըստ Գարփի։ Այս կարդում եմ, ֆիլմը դիտելու եմ եւ համեմատականներով ներկայացնեմ, արդեն դա կտեսնեք Instagram-ում։ Կարծում եմ սա ու Ջուլիան Բարնսը չեմ հասցնի հուլիսին, օգոստոսին դա կմնա, բայց նաեւ ես այստեղ ձեզ առանձնացրել եմ ձեզ համար այն գրքերը, որոնք որ ես հիմա նախատեսել եմ, որ կարդալու եմ օգոստոսին, դրանք կարող են իհարկե էլի շատանալ, բայց դեռևս այս 4 գրքերը հաստատեմ, որ ես ընթերցելու եմ։ Պահը հասունացել է, որ ես ձեզ կարող եմ այստեղ էլ պատմել եւ ասել, թե ինչու եմ ես այս ամիս կարդալու Սոմերսեթ Մոեմի թատրոնը, իդեպ վեր ընթերցելու եմ, որտեվ ես երևի մի 2 տարի առաջ եմ կարդացել ռուսերեն։ Հիմա մենք ունենք նոր հրատարակված, այսպիսի գեղեցիկ շապիկով թատրոնը։ Ուրեմն սա ինձ համար հիմա շատ կարևոր է, ինչ որ ես ձեզ կասեմ, հավանաբար արդեն Instagram-ում օգոստոսի 1-ին պետք է արդեն հայտարարեմ, որ ես կատարում եմ իմ երազանքներից մեկը, որը որ ես 4 տարի է պատտվում իմ ուղեղում ու ես վերջապես իրականացնում եմ դա։ Ամեն ամիս այսուհետ մենք ընթերցել ենք մեկ գիրք, նայելու ենք այդ գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը եւ հանդիպելու ենք ռեալ կյանքում, որպեսզի քննարկենք կինո, գիրք, այդպիսի համեմատություն անելով։ Նախ նշեմ, որ դիտելու ենք 2004 թվականի նկարահանված ֆիլմը, համանուն գրքի հիման վրա նկարահանված, եւ հանդիպելու ենք սեպտեմբերի 12-ին ժամը 14:00-ին Դարան գրախանութում, ամասնակցությունը անվճար է, կարող եք գալ, սիրով կսպասեմ, մնացած մանրամասները անպայման խնդրում եմ նայել Instagram-ում, ես շատ ոգևորված եմ, այնտեղ հյուրասիրություններ է լինելու։ Ժողովրդիվ ես կարդալու եմ Ումբերտո Էկոյի Վարդյանունը, սա համատեղ են կարդալու Արինի հետ, չգիտեմ ելով ամես հետ միանալու, տեսեք ես կարդացել եմ մոտ 200 էջ, բայց ես կիսատ եմ դա թողել, որովհետև ինքը շատ բարդ էր, ինքը այն գրքերից է, որը պետքա կարդալ համատեղ ինչ որ մեկի հետ, որտեվ այնքան ուսումնասիրելու բան կա ու վերջապես որ Արինը չասեց ուզում է կարդա ու Արինի հետ համատեղ կարդալը, այդ մի հատ առանձնահատուկ աճույքը, ինքը չեմ կարող բացատրեմ, ամենաիդեալական մարդն է, ում հետ կարելի է համատեղ կարդալ, դրա համար նախանձեք ինձ։ Արինին իդեպ Instagram-ով կարող եք տեսնել, հետևել, ինքն էլ իդեպ այս շոկոլադը, որ դուք տեսնում եք, թարգմանել է նա։ Բա այդպիսի հանճարեղ ընկերուհիներ ունեմ ես, Ֆերանտեի գիրքը հիշեցի։ Ժորթը, որ ես կարդալու եմ, Ժորժի Ամադու, Դոնա Ֆլորը եւ իր 2 ամուսինները։ Ասում են շատ հետաքրքիր զվարճալի այդպիսի ստեղծագործություն է, անպայման ուզում եի կարդալ եւ օգոստոսին կարդալու եմ։ Մնացածը արդեն կիմանանք եւ այս հրաշք ստեղծագործությունը, որը որ ես վերջապես ընթերցել եմ ու էլի համատեղ աղջիկների հետ, Ֆրենկ Հերբերթի Դյունը, ես խելագարվում եմ ֆիլմերի համար, իսկ սեպտեմբերին մենք ունենալու ենք անակնկալ, ցավոք հիմա չեմ կարող ասել, թե ինչ անակնկալ, դրա համար օգոստոսին կարդում ենք սա։ Գիտաֆանտաստիկա է, սա էլ ես սկսելու եմ կիսատ թողել, որտեղ սա էլ իրականում համատեղի գիրք է։ Պես եւ մեկ գիրք էլ կա, որը որ այս պահին ինձ մոտ չի, երբ ծաղկում է ծիրաներին ժամանակակից գրողի ստեղծագործությունը, Նյումեգը պետք է ինձ ուղարկի այդ գիրքը դեռևս ինձ մոտ չի, ինչ եմ ես դա կարդում, որովհետեւ Շարմը Հոլդինգը նկարահանում է համանուն ֆիլմը, անպայման ուզում եմ գիրքը կարդամ, հետո նոր ֆիլմը դիտեմ, ֆիլմը դեռևս դուրս չի եկել, դեռ նկարում են։ Ես ընդհանրապես գրքեր շատ եմ գնում։ Ինձ դեռ կհետաքրքրի, այսպես ընթացիկ կարճ իրար կմիացնեմ, ու հետաքրքիր է, եթե ձեզ հետաքրքիր է նաև իմ առօրյան, ես կարող եմ առօրյայից էլ ինչ որ հետաքրքիր բաներ տեղադրել, որտեղ օրինակ Instagram-ը վլոգի ֆորմատը իմ չընդունվեց, որովհետև շատ քիչ դիտում հավաքեց ու ես հասկացա, որ մարդիկ Instagram-ում այդքան էլ վլոգ չեն նայում ու ինչ շատերը գրել են, որ սա լրիվ YouTube-ի ֆորմատ է, հավանաբար այդպես ու ես ավելի շատ առօրյայից էլ էի տեղադրում Եվ ցույց տամ ես 3 զանգակից ինչ գրքեր եմ գնել, առաջինը Սայակա Մուրատայի Կոմբինիի մարդը։ Այս գրքի մասին շատ լավ ռիվյուներ եմ լսել, մասնավորապես Մարիամից, շատ էր գովում, փոքրիկ է, ու ասենց ինձ թվում նույնիսկ կարելի է օգոստոսին սա կարդալ։ Դեռևս հստակ չգիտեմ, արդյոք կհասնեմ թե ոչ։ Ջոն Ֆաուզի Հավաքորդը, կոլեկցիոներն է, սրա ֆիլմն էլ կա, ուզում եմ գիրք, կինոֆիլմ էլի տենց համեմատական անցկացնելով նայեմ ու կարդամ ու նայեմ։ Ուիլքի Քոլինզի Լուսնակարը, գերնպատակը այս գիրքը ձեռք բերելու այն էր, որ սա թարգմանել է նույն այն թարգմանչուհին, ով թարգմանել է Այն Ռանդի ակունքը ու ոնց որ ես այնքան հիանալի էր թարգմանած, որ ես պարտադիր ուզեցի նաև
իր մյուս թարգմանած գիրքը ձեռք բերել։ Եվ մյուսը Ֆրանսիս Բերնետի խորհրդավոր պարտեզն է, սա արդեն գնել եմ ոչ թե ինձ համար, կարդացել եմ ես մի քանի տարի առաջ, այլ քրոջս աղջկա։ Այսքանը դեռևս այսօրվա հետ կապված։ Խոնա, պանիր։ Տեսեք ինչեր են կուտելու, եկել է քյուր։ Յամ։ Թումանյանի լեգենդար մանուշակագույն վարդագույն պատը։ Անունին բերել եմ խաղերի տեղ։ Չգիտեմ, այս շոքին մարկերը մոլերից բացի ուրիշ տեղ պետք է չգնում։ Ինձ ի՞նչ դեմ կա։ Լես մեծանալու կաս խաղաս։ Ինձ կասեք նորմալ է, որ այս խաղը հրապարակի մուտքի համար վճարել ենք 5000 դրամ, բայց իմ երեխան ինձ եկել է խաղում է այս կրուգով։ 24-ին մեր գրքային բլոգերներից Կարայի ծնունդն էր եւ մենք աղջիկներով իր ծնունդի համար պատվիրել ենք DJ-ի միկրոֆոն։ Հիմա ես պետք է սիրուն ուպակովկա անեմ, որ հետո ուղարկենք իրան։ Ահա որ վատ փաթեթավորեցի, ես փաթեթավորել չգիտեմ։ Երկու հատ թուղթ էի փաթեթավորման գնել Ուրարտուից, երկուսն էլ վատ։ Ահա որ այս մեկը թափանցիկ էր, կերևար, ինչա, այսի չգիտեմ ես ինչ էր հազիվ էր ծալվում, կպնում, կարեթե դու նայում ես այս վիդեոն կներես, տարբերակ չունի։ Մեսս վերջնական տեսքը տենց ահա որ չէ։ Բարի լույս բոլորին, այսօր վերջապես կավարտեմ Լյուբով Ավրիմիչումի շանտարումն էլա քիչ մնացել, չգիտեմ ոնց եմ անելու, բայց քանի որ այսօր ամսվա վերջին օրն է, ես պետք է դա ավարտեմ։ Երեխեք բուկետը բերեցին սենց։ Եղունգ են սարքում, ինձ ասել են հելնեմ դուրս։ Բացարձակ գաղափար չունեմ, ինչա, մենակ մտածում եմ, որ գիրք չի, որտեղ չեմ կարծում այսքան փոքր գիրք լինի։ Այս տեսք ունի։ Քո գրքային աղջիկների կողմից։ Այս անուշկան չի, այս աղջիկներն է։ Հետաքրքիր է, տուփ է էլի։ Բայց եկեք նասեկի։ Այս ինչ որ է։ Մենակ իրան գիտեին, ես ինչքան էի ուզում ունենայի միկրոֆոն հենց այս DJ-ներից։ Այսօր արդեն շաբաթ է, ասեմ, որ ես շատ պրոդուկտիվ օր եմ ունեցել երեկ, գրել եմ մոտավորապես 2 նյութ YouTube-ի համար, մեկը ընթացքում է, այսինքն ուսումնասիրություն եմ արել, դիսերտացիա եմ պաշտպանում, ոնց անսովոր է այս սենց խոսալը, ոնց որ չգիտեմ։ Okay, լավ նորություն ես երեք ավարտեցի եւ Շանտարամա եւ Լյուբով Ավրեմիչումին, դրանց մասին իհարկե հետո կխոսեմ։ Հեսա պատրաստվում ենք գնանք շաբաթ օր անցկացնենք, գնալու ենք այգի, հետո ինչ որ տեղ ֆրֆռալու։ Ցույց տամ ինչ եմ ես կարդում այս պահին։ Առավոտյան մի քիչ կարդացի Աշխարհնեստ Գարփին եւ հիմա ուզում եմ մի քիչ էլ կարդամ սա։ Եվ իսա էլ հետս կվերցնեմ դուրս։ Եվ ուզում եմ ասել ինչ եմ որոշել, ես որոշել եմ, որ ամեն շաբաթ վլոգ եմ նկարելու այսպես, ընթացիկ ու երևի թե կտեղադրեմ ամեն կիրակի։ Այսինքն այսօր ոնց որ կսահմանափակվենք, սենց այսօր արդեն երեկոյան կմոնտաժեմ, որ տեղադրեմ վաղ երևի տենց առավոտյան կեսօրին տեղադրեմ, որ դուք էլ կիրակի օրերը ազատ լինեք, նայեք։ Ու այդտենց ամեն կիրակից, ոնց որ կիրակի վլոգը կնկարեմ ու կտեղադրեմ։ Մադամ number 2, ոնց ես։ Ման այնքան շոկա, որ մեր այգին փոխվեց մոլի։ Любом непонятной ситуации идите в мол. Մեր պարագայում տենց կարևորը հողը։ Մոլից եկանք տուն։ Այս ամբողջին ենք անելու։ Մինչև անելը խաղում է, ես բանությունից մի երկու բան եմ ապել։ Անսկզբից իմը ցույց տամ, հետո քոնը։ Այսքան հերթով։ Սենց մի հատ աշտանային ձմեռ գարուն, չգիտեմ, սենց սիրուն բլուզիչկա։
Քոնն է, Թանա։ Հանի։ Բայց դու նոր չէիր հավանել, սիրունը։ Վաու, անուր։ Կարամ։ Սենց արա տեսնեն։ Մի քիչ սենց մի հատ շորիկ։ Այսօր էլի տեղ եմ գնալու, մի հատ կհագնում կտեսնեմ։ Ան շալվարս ցույց տամ։ Ես իմ ցույց տամ դու էլ քոնա։ Ինքը սենց երկար է։ Ինձ սենց շալվարիկ։ Մակաս ես փոքես։ Կարոլին։ Ասի։ Չինե Parfois-ից ես Փաշի Parfois հիմնականում որ մտնում եմ շոր բան, տես բաներ չեմ տեսնում, բայց մի հատ նույն սիրունը։ Փոքես։ Հակնեմ ինձ տեսնեն։ Անուրը հատուկ ձեր համար հակավ։ Մի հատ մի քիչ հեռու գնա, որ շալվարը տեսնեն։ Վաու, շատ սիրուն ես, շատ։ Ամբողջ կազմով եկել ենք Red Bridge։ Ուրեմն եւի 20-րդ անգամ ենք այստեղ։ Է որ չգիտենք ուր գնանք, այստեղ ենք գալիս մի։ Այդ նոր շորն եմ հագել, բայց չգիտեմ ձեզ ցույց տամ որ տեսնեք, բայց նորմալ ամեն ինչ։ Այստեղ այնքան սիրուն է, եթե չեք եղել։ Instagram-ում մի հատ վիդեո ունեմ, հենց նկարել եմ ամեն ինչ պատմում որ այնտեղ իրականում ինքը հյուրանոց է, բայց հյուրանոց ունի նաև ռեստորան։ Մենք գալիս ենք այս ռեստորանում ենք գնում։ Տարածքից էլ կարող եք օգտվել, այսինքն այստեղ պտտվել, մաքուրոտ շնչել եւ լավ ժամանակ անցկացնել։ Հեծանիվներ բերում ենք, ամեն այստեղ հեծանիվ է քշում։